Թոշակը բավականացնում է ապրելու։ Այ խնդրում եմ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել էլի, որովհետև դուք բոլորդ շատ լավ ինձնից լավ գիտեք։ Կբավականացնի, թե ոչ, բայց նաև աշխատում եմ։ Ամեն ինչ տնտեսում ենք, որ տեղավորվենք էլի ամեն կերպ։ Թոշակը 60,000 է։ Էդի մի օրվա խմելու փող է։ Մի օրվա նորմալ հաց ուտելու փող է։ Բա տարվա մեջ մի օր չխմես, չուտես, խմես ուրախանաս։ Դուք աշխատանք ունեք։ Թեթևակ պահակ եմ աշխատում։ Ձեր թոշակն ու աշխատավարձը բավականացնում է նորմալ։ Դե եթե հաշվի առնենք, որ այսօրվա ժամանակաշրջանին թոշակը ընդհանրապես շատ քիչ է։ Ես մենակի մասին չեմ ասում, ամբողջ հանրապետության։ Եթե մի քիչ խորանանք, հետ վճարը վերինաշճանի սխալ բան է։ Մենք ենք խոսքի ես 70 տարեկան եմ կարողանում եմ շարժվում, ես կողմ ենք, մեն 82-5 տարեկանը պետք է սենց երեխու խնդրի, որ գան, գնան, հանեն, մի բան պետք է տա։ Նրա արածը, կամ էսա հրաման հանեց ապրիլի 1-ից, որ բան է, ընդհանրապես կանխիկ վճարում չի լինելու։ Տանը միայնակ ապրողներ կան, մեկ կան, դրանք ոնց անեն, ինչ անեն, պետք է փաստացի սկսեն կախում ունենալ որևիցե թորանից, հարազատից, հարևանից։ Սխալ բաներ շատ է այլում այդ թոշակային պահով։ Թոշակառուն ընդհանրապես 80%-ը 1-2 դեղատներն թոշակառուի ծախսը մեծամասնություն է։ Թոշակառուն հագ կապա պետք, ստամոքսա լցնել պետք։ Վերջապես հարազատի տուն գնալա պետք։ Մի քիչ կոպիտ է ստացվում, որ մարդու կանչեն հարսանիք, այս մարդը տանի քարտը դնի հարսի ձեռին, թե քաշի։ Սխալ բաներ կա էլի մեջը։ Կանխիկ մարդու ձեռը պետք է փող լինի, ինչ մասն է խոսքը։ Պատգամավորն էլ գիտի, Երևանի նախարարն էլ գիտի, այն մեկն էլ գիտի, որ ջերմուկի նման բարձր գներ ոչ մի տեղ չկա։ Անգամ ամբիոնից պատգամավորը ասում է գնացել է իմ ջերմուկ այրապորտի գները։ Մեր մոտ գները համեմատած մեզանից 20 կիլոմետր ներքև Վայքնա, Եղեգնաձորնա, համեմատած այդ քաղաքների մեր մոտ առևտրային այդ մասը, ապրանքը հիմնականը պարենային ապրանքները, շատ վերինաշճանի թանկություններ, թանկ են մեր ապրանքները։ Մեր խանութի աշխատողներն էլ գիտեն, որ ժողովրդի մեծամասնությունը իջնում են ներքևից են առևտուր անում, ստեղ էլ շատերը կան, որ կանխեկը չունեն, գալիս են իրանց խնդրում են պարկով, ասում են, որ դեղից առնում ես գնան դեղից, հետո տեսնում եք ինչ է կատարվում, ուրեմն դեղ կա, չէ ժանը։ Ինչի՞ մեզ։ Պարկով շատ են ապրանք։ Իհարկե։ Հիմնականում ո՞ր խմբից թոշակառուներ։ Մենակ թոշակառուներ, ովքեր չեն աշխատում, ովքեր թոշակ են ստանում, գնում են թոշակի ժամանակն եկա, բերում են քարտ տալիս են, այդ ձեռերը ոչ մի բան չի մնում, լրիվ արդեն իրանք են օգտագործել, տանում են իրանց։ Այնպես որ այդ պարկային մոմենտը դեռ գործում է։ Տետրակները, ցուցակները էլի գործում են։ Այն էլ շատ տարածված։ Դեռ մի հատ խամփիտ եմ վերցնում պարկով, ես վերջում տանում եմ քաշմա։ Ով եք վերցնում։ Հա, պարկով։ Դե թանկանա, պետք է վերցնեմ էլ ոնց էլ լի։ Անցած տարվա Շատ է թանկացել։ օրինակ ի՞նչն է թանկացել։ Դե ամեն ինչն էլ համայրա թանկացել այն, ամեն ինչն էլ թանկացել է։ Հագուստից բռնած, մթերքից դուրս եկած, էձևի թանկացել է։ Ինչքան թոշակ եք ստանում։ 60,000, դե կոմունալը քիչ եմ ծախսում։ Պլիտեն քիչ եմ վառում։ Դե տները 4 սենյակա չեմ կարում տակացնեմ, մի սենյակ եմ տակացնում։ Դրանով ապրում եմ։ Ես իմ տունի վիճակս լավացրել եմ, պետություն հետ կապ չունի իմ վիճակի հետ։ Գնում եմ քար եմ կրծում, քրտինք եմ թափում, գալիս եմ իմ ընտանիքը պահում, ոնց որ մեղվաբույծ եմ։ Ձեր սեփական մեղուներն եք։ Իմ պապենական էդ եմ։ Սովորել եմ այդ մասնագիտությունը, դրանով պահում եմ ընտանիքը։ Սոցիալական պայմանները ինչպիսին են ջերմուկի։ Ընտիր, փողի մեջ լողս ենք տալի։ Բայց քանձունը հարստություն չի, այս մեր հարստությունն է։